Բարև ձեզ, հարգելի գժուկներ, եթերում առաջին մանկապատանեկանն է։ Այսօր մեզ սպասում է խինդ ուրախություն, զվարճալի մրցույթներ եւ հետաքրքիր արկածներ։ Ոստի հրավիրեք հեռուստացույցի մոտ մայրիկներին եւ հայրիկներին, մենք սկսում ենք։ Այսօրվանի մեջ դիտեք։ Լսի, բայց մի տեսակ տարօրինակ է այսօրվա բացումը։ Okay, մարդու չասես, Մոգունինի բուա հաղորդումը հիշում ես։ Այն հին մի հատ sense որ կար համակարգ։ Մի արկղ իրանց հին սցենարներից եմ գտել, հիմա sense վերամշակում եմ։ Այո։ Մաթեմատիկայի դաս ազգային ժողովում։ Ոստիկանությունը կամաց նմանվում է կինոյի ոստիկանությանը։ Սփյուռքի նախարարության ծրագրերը ընդլայնվում են։ Ճապոնական ֆիլմերի փառատոնը Ներսից։ Իսկ հիմա մի փոքր խոսենք ուրախ եւ զվարճալի մաթեմատիկայի մասին։ Այո, Սերգեյը շատ բան չգիտի մաթեմատիկայի մասին։ Բայց բարեբախտաբար մենակ Սերգեյը չի, որը տարարկայից կաղում է մի քիչ։ Այո, ուրախություն Սերգեյի այդ խնդիրը կիսում են նաև մի քանի падգամավորներ։ Սերգեյ, թե չէ դու բազմապատկման աղյուսակից են կոմ բան գիտես։ Բազմապատկման ի՞նչ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստին падգամավորները ստիպված էին իրենց մաթեմատիկական գիտելիքներով մրցել։ Մոտ կես ժամ գումարում, հանում, բազմապատկում ու բաժանում էին, պարզելու հենց իրենց քվեարկության արդյունքում վարկային համաձայնագիրն ի վերջո դրական եզրակացություն ստացավ, թե ոչ։ Ինչ կա այնտեղ խառնվելու, ձեռ եք բարձրացնում, վերջում տենում եք ով ավելի շատ ձայն հավաքել, այդքան բան։ Այո, Սերգեյին ամեն ինչ հեշտ է թվում։ Սերգեյը չգիտի, որ որոշում ընդունելու մեխանիզմը շատ ավելի բարդ է։ Սերգեյը հիմա դա կիմանա։ Եղեք Սերգեյի նման։ Եթե ինչ-որ բան չեք հասկանում, անիմաստ ժպտացեք։ Ձեռք բարձրացրեք ուղակի։ Դրական եզրակացության համար փաստաթղթին կողմ պետք է քվեարկեր հանձնաժողովի անդամների առնվազն 1/4-ը։ Նիստին 19 անդամներից ներկային 6-ը, կողմ էին քվեարկել 4-ը։ Ահա, ներկային 6-ը, կողմ քվեարկեցին 4-ը, այսինքն մի րոպե։ Թվում է, թե Սերգեյը հաշվում է, բայց Սերգեյը չգիտի այդ թվերը պետք է բաժանել, բազմապատկել, թե պարզապես մերվել այդ թվերի հետ։ Ահա, ուրեմն 6-ը 4-ի վրա, պլյուս նախագահող, ստացվում է մարդա 1.5 լիտր։ Պետք է ուղղակի բադրիջան ու պոմիդոր հաշվել կողքից, ավելացնել, այդքան բան։ Սերգեյը խառնում է թվերը լրիվ ուրիշ թվերի հետ։ Սերգեյը շարունակում է ժպտալ։ Մի եղեք Սերգեյի նման։ Բա հիմա ինչ որոշեցին падգամավորները։ Աշտարակի ձոր թե գառնի։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անգամ հաշվի չգործի դրեց։ Հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանին ապացուցելու, որ 4-ը ոչ մի կերպ 19-ի 1/4-ը չէ։ Առնվազն նշանակում է 1/4-ից ընդհանրապես ոչ մի միլիմետր պակաս։ Հիմա մենք 1/4-ից պակաս ենք ստացել, նշանակում է չի ընդունվել։ Փաշինյանը փորձում է բարդ տերմիններով խճճի գործընկերներին, բայց չի ստացվի։ Ինչ բարդ տերմին է։ Դե ասեց քառորդ, հետո միլիմետր, թե տես բար կամ մտում էլի։ Սերգեյը չի հասկանում, որ քվորումը ապահովված չէ եւ իշխանական падգամավորները կախվում են տերմիններից։ Ախր ամեն ինչ այդքան պարզ է։ Առնվազն 1/4-ը մեր հանձնաժողովի բարակայում 4 ծային։ Մեր հանձնաժողովում ուրիշ հաշիվա գործում, ասի մեր մոտ 1-ին գումարած 1 2.5 Ոչ, պարոն Փաշինյան, ուղղակի դուք հաշվի չեք առնում իշխանական падգամավորների խարիզման, որը լրացուցիչ կես ձայն ավելացնում, պարզագույն հանրահարշավ։ Հանրահաշիվ։ Թեկուզ դա։ Սպասի, բայց գրքերը թեժանում են ոնց որ մի հատ մաթեմատիկայի ուսուցիչ չկա, իտոկ տա այս ամեն ինչին։ Իսկ ինչ են ընդհանրապես իշխանականները պակասություն անում այդ օրը։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց բացականներից 5-ը գործուղման են, 4-ն էլ վատառողջ։ Դե մաղթենք շուտափույթ ապակինում։ Ու վերադարձ բժշկի թղթով։ Կամ ֆիրմա ծամանով, եթե գործուղումից է վերադառնում։ Նախ պարոն Զաքարյան, ես զարմացած եմ, որ դուք ակնհայտ բաների մասին այդքան վստահորեն պնդում եք, ասում եք դա պարզ մաթեմատիկա է, մինչդեռ պարզ մաթեմատիկան ասում է 4-ը 1/4-ը չի 19-ի։ 4-ը 1/4-ը չի 19-ի։ Սերգեյը ծիծաղում է։ Սերգեյը լցնում է ժամանակը փաստարկների բացակայությամբ։ Մի եղեք Սերգեյի նման։ Բա մի ճարտարագետ էլեկտրիկ չկա, որ օգնի կողքից։ Քիչ անց մաթեմատիկական գիտելիքներով հանրապետականներին օգնության եկավ մասնագիտությամբ ճարտարագետ էլեկտրիկ Արտաշես Գեղամյանը։ Եթե 20-ի 1/4-ը առնվազն 5-ն է, 19-ը 5 չի կարող լինի։
Արդեն դա բացառվեց։ Ուրեմն 4 պետք է։ Մենք իրականում առանցում ուրիշ թիվ չկա։ Նայ, Սերգեյ, կարող է դու այսօր պատահական ունենաս խնձոր ու նուռ, օրինակ։ Այո, Նարեկ, հենց այսօր բերել էի 3 նուռ եւ 1 խնձոր։ Շատ լավ։ Որտեվ այսօր երկուշաբթի է։ Այ դու ունես 3 նուռ եւ 1 խնձոր։ Այո։ Ես վերցնում եմ քեզանից 1 նուռ եւ 1 խնձոր։ 1 նուռ, ահա։ Վերադարձնում եմ 1 խնձորը եւ վերցնում եմ 2 նուռ։ Այսինքն քառորդը ոնց որ գնաց։ Մի վարքյան եւ Մեկ վերցնում ենք 1 խնձոր, ինչա ստացվում հրաշալի մի բան։ Ահա, դե եւ ու Չես այդ թեմայի հետ տենց այդքան կապ չուներ։ Նարեկ օգտագործեց իմ թյուր իմացությունը մաթեմատիկայի ոլորտում, որպեսզի կորզի խնձորներս։ Նարեկը նենք բան արեց։ Մի եղեք Նարեկի նման, մի վերցրեք նուռերս։ Վերջի ինչ եղավ այդ թվաբանությունը։ 11 անդամների դրա 1 քառորդը ինչքան պետք է 11 անդամի դեպքում 1 քառորդը 2-ն է։ Այո։ ասում եք 4 անգամ 2 հավասար է 11 Ոչ, հավասար չի 11։ բա ոնց Սերգեյին ընկճում են թվաբանական բանավեճերը։ Սերգեյ ուզում է ապրել հանգիստ եւ առանց լարող հանգամանքների։ Այն հիվանդ падգամավորներից մեկը չի կարող ուղղակի պետքի համար մի պահ գա քվեարկի պրծնենք այս թվերից։ Համաձայնագիրն այս անգամ դրական եզրակացություն ստացավ առանց մաթեմատիկական բարդ հաշվարկների։ Հանրապետականներն արդեն ունեին կողմ արտահայտվող 5-րդ падգամավորը։ Նիստի կեսից քվեարկությանը հասավ նաև նրանց փոքր-ինչ վատառող շկուսակիցը Շիրակ Թորոսյանը։ Հասավ այդ տենց հանրապետական падգամավորները վերաբերում են գործին, նույնիսկ խոզի գրիպը չկարողացավ կանգնեցնել նրանց։ Հայ խոզի գրիպ է հիվանդ։ Չգիտեմ, բայց հիմա կարծեմ ուրիշ բան չկա էլ քաղաքում։ Լավ, դե քվեարկեցին, անցկացրեցին, դժգոհներ կան, հա։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կատարված նապորինություն որակեց, նշելով, որ խնդրին կանդրադառնա լիագումար նիստում, անհրաժեշտության դեպքում պրոֆեսիոնալ մաթեմատիկոսների օգնությամբ։ Մաթեմատիկոսներ կբերի իշխանության վրա։ Դե այդ են սպառնալիքն է, որի մասին կերազի ցանկացած զարգացած երկիր։ Դե սպասենք հանրահաշվական բախմանը։ Մնացեք մեզ հետ։ Բա ինչ իմաստներ այդ նախագիծը։ Նայ, ուզում են վարկ վերցնեն ճանապարհաշինության համար, որից 12 միլիոն եվրոն կամ դոլարը պետքա տան խորհրդատվության համար, 12 միլիոն, Կարլ, այդ ով է խորհրդատվությունը տալու Դալայ Լաման, հա։ Կնի մի հաղորդում հանգիստ թողնենք այդ մարդուն։ Կնի, լավ, ինչ որ հոգևոր բան շոշափենք։ Հոգևոր բան։ Ինչքան կարելի է փող։ Իսկականից մի հոգևոր բան։ Սիրելի բարեկամներ, եկեք մի քիչ էլ հոգևոր բարձր արժեքների մասին հիշենք։ Տեսնեք ինչ է կատարվում այդ ոլորտում։ Յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ Հայաստանում կազմակերպվում է մշակութային համահայկական փառատոն։ Փառատոնը անցկացվում է մի շարք ոլորտներում՝ պարարվեստ, երգարվեստ, անհատ կատարողներ, պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ նաև ասմունքի փառատոնը տեղ ունենալու այս տարի։ Ասմունքի փառատոն, վարչապետի բարձր հանձնարարության ներքո։ Բայց ախր ասմունքի փառատոնը կարող է մի քիչ տես թախծոտ լինի, էլի չկա տես մոտավախություն։ Մի քիչ ուրախ բան ենք, էլի պահանջում, ասենք ինչ որ զուրնայի Ինչ փառատոն։ ուրախ բան։ Ինչպես նաև դուդուկի փառատոն։ Դուդուկի փառատոն։ Դե դա էլ արժե նախագահի խնդրանքով։ Հա, բայց դուդուկը շատ տխուր ասոցիացիաներ ունի։ Հիմա մեզ մի քիչ բարձր տրամադրություն ա պետք, մի քիչ բարձր։ Հալավ մի օր էլի թող լինի։ Հա, դե լավ է թե մի օր է։ Փառատոնի անցկացման ժամկետը հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 26-ը։ Դե հուսով ենք դուդուկահարները գոնե Beatles կնվագեն Կամ Elvis տենց rock and roll։ կամ տենց, այո։ Լավ, իսկ Արիտուն ծրագրից ինչ կա։ Այս բյուջեի կրճատումները, բանը, տնտեսական այս պահերը շատ են ազդել։ Դե այս տարին տենց ընդհանուր խնայելու տարի է, էլի կարծեմ։ Այս տարի մասնակցելու են պարոն վարչապետ 1100-ից ավելի երիտասարդներ, որտեղ գնալով բյուջեն ավելացրել է։ Սփյուռքի նախարարության բյուջեն են ավելացրել։ Զսպիկ ես։ Բայց Զսպի, դա ռազմավարական նշանակության ծրագիր է, Սփյուռքը գալիս է հայրենիք, բաշկիրը բացվում է, սկսում է գումար ծախսել։ դե բայց գոնե այդքան շատ մարդու չասենք, էլի որ խնայողաբար գան, ասես մենք մենցով քիչ երկիր։ Մեր ծրագիրը շատ ավելի լայն ճանաչողություն է ստանում Սփյուռքի բոլոր համայնքներում։ Մասնակցում են 40-ից ավելի երկրների ժամանած երիտասարդներ։ Իսկ թույլատրում եք կրկնել, եթե 10 թվականին այցելեն, այս տարին նույնպես այցելեն։ Ոչ, ցույց չենք տալիս։ Դե լավա գոնե այդ սահմանափակումը կա։ Բայց ծրագրի գովազդը գնում է նաև Հայաստանի գյուղերում։ Ոնց ուր։ Այո, Գագիկ Շամշյանը նկատել է, որ Սարի գյուղում ոնց որ սկսել են վայիս լինել Սփյուռքի նախարարության парքին։
Դե ինչ ասեմ, Սփյուռք ջան, արի տուն մութն ընկել է, ուշ է արդեն։ Աչուկներն են ձեր փակվում։ Եկեք տուն։ Ոստիկանությունում շարունակվում են էպիկական բարեփոխումները։ Այդ ինչը կուզենայր, որ փոխվեր sense մեր ոստիկանությունում։ Դե շատ բաներ, իրականում շատ բաներ, որ մեկն ասեմ։ Օրինակ բանը։ Հոգ չէ, Սերգեյ քո փոխարեն արդեն մտածել են այն ինչի մասին դու անգամ չես էլ երազել, արդեն կյանքի է կոչվում այս բան։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողներն այս օրերին ստանում են նոր ծառայողական վկայականներ։ Վայ, ինքիոնների մեջի ժետոններից են մտցնում։ Այո, Սերգեյ, այո, այսօր այդ հայ ոստիկանը դառնում է կինոյի միջի ոստիկանը ու անցյալում է մնում են հին են սովետական ոստիկանը։ Ես ուղղակի ափսոսում եմ ոստիկանության քննադատներին։ Այ հիմա ինչից են բողոքելու, ինչի մասին են։ Վերջ, finita la critica։ Ոստիկանության նոր համազգեստը միայն սկիզբն էր ոստիկանի արմատական փոփոխության եւ հուշում էր նոր փոփոխությունների մասին։ Այդ շրջանակում է նաեւ նոր ծառայողական վկայականը։ Արդեն նախկին կարմիր գրքույկները ոչ միայն ասոցացվում էին սովետական միլիցիայի բացասական դրսևորումներին, այլև հեշտությամբ կեղծվում էին, քանի որ չունեին որևէ պաշտպանիչ շերտ։ Դեպքեր են եղել, որ ոստիկանի անվան տակ օգտագործելով կեղծ ծառայողական վկայականը կատարվել են հանցագործություններ։ Բայց ինչի՞ է տենց հեշտ կեղծվում։ Դե գիտես, Սովետում չկար այդ չկեղծվող տեխնոլոգիան էլի։ Okay, ենթադրենք, իսկ վերջի 25 տարում ինչու չէին կատարելագործում։ Դե հասարակությունը պատրաստ չէր, հասկանում ես 20-25 տարի պետք է որ հասնենք այդ չկեղծվող վկայականի նոր պատրաստենք։ Այսօր դրանց փոխարինելու են գալիս արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ու հարմարավետ ծառայողական վկայականները, որոնք կեղծել գրեթե անհնար է։ Վերջ, լավ, սրա առավելությունները նույնիսկ պետք էլ չի գովազդել, մենք արդեն երկու ձեռքով կողմենք։ Մենակ են, որ քեզ ձերբակալելուց սենց կինոների նման կգանք ասեն Սերժան Պետրոսյան արդեն ավելի հաճելի կլինի ձերբակալվել։ Այո, ձերբակալվել է դեռ երբեք այսքան կինոյի նման չէր եղել։ Ունեք լռություն պահպանելու իրավունք, ձեր ասածները կարող են օգտագործվել ձեր դեմ դատարանում։ Հոп, այդ ապրիլից հիմա մենակ ժետոններն են։ Ոստիկանները ծառայություն կատարելիս կարող են վկայականի հերթական համարով նշանը ամրացնել համազգեստին։ Չեղավ, ի՞նչ է նշանակում ամրացնել համազգեստին։ Այդ ժետոնի սաղ իմաստը են ֆիքստուլ բաներն ա, որ հետը կարելի է անել։ Օրինակ, Will Smith-ի նման կարելի է գոտուց ամրացնել ու սենց աննկատ կարելի է մոտենալ, հասկացնել, որ դու ոստիկանության աշխատող ես։ Կամ կարելի է Մարտին Լորենսի նման սենց կախել ուղակի վզից մի քիչ ավելի մաչոյոտ է տենց ստացվում, աշուս կախված։ Աղջիկներին էլ այդ ժետոնը ահագին տպավորում է։ You smashing and flashing, they just simply rehashing. Y'all ready to walk? Y'all ready to walk? Դեղին Chevrolet Camaro ոստիկանությունը իհարկե չունի։ Դեռ, այդ հարցն հունիսին կլուծվի ու ես իսկապես կզգամ, որ նոր որակի ոստիկանություն ունենք բարեփոխված։ Իսկ մոտակա ամիսներին արդեն կգործի առաջին ռոբոտ ոստիկանը ավագ լեյտենանտ Ալեքս Ղևոնդյանը։ Բայց սա հոկտեմբեր, նոյեմբերի կողմերը ոչ շուտ առայժմ միայն վկայականն է։ Բայց արդեն մի տեսակ քեզ ավելի ապահով ես զգում, չէ՞։ Այո, ու ոչ միայն ես, գիտես Ամերիկայում տարեկան քանի ոստիկանի կյանք ա փրկում այս ժետոնը, երբ որ վրեն sense կրակում են ոստիկանի ու գնդակը հենց ժետոնին ա կպնում։ Ու քանի տես դեպք կայում տարեկան։ Okay, ավելի շատ կինոներում ա լինում, բայց իրական կյանքում էլ ա լինում։ The guy came out. Նա մոտեցավ, վերցրեց ատրճանակս ու կրակեց։ Chased it. Մոտիկից կրակեց։ At close range or was he standing far? Այո։ Բա, գժանոց։ Ես այս պահից ինձ զգում եմ նոր մարդ։ Մի տեսակ ավելի շատ ես չէ վստահում ոստիկանության։ Իհարկե վստահում եմ, նա էլ ինձ է վստահում։
Գործընթացը շարունակվում է եւ մինչեւ ապրիլի 15-ը նոր վկայականներ կունենան ոստիկանության բոլոր ծառայողները։ Ծառայողական նոր վկայականի կիրառումը եւս մեկ քայլ է ինչպես ոստիկանության աշխատանքի առավել կանոնակարգման, այնպես էլ ոստիկանություն հասարակություն փոխվստահության ամրապնդման ուղղությամբ։ Okay, ում միտներ հենց 13 համարի վկայականը նկարել։ Սնապաշտ մի եղի, ինչպես ասում են, բարով մարշեք, բարով մարշեք։ Մնացեք մեզ հետ։ Okay, դե եթե լրիվ գնում ենք դեպի Հոլիվուդի ոստիկանություն, պետքա ոստիկանները պոնչիկ ուտեն, հա։ Չգիտեր, արդեն մշակվում է, ամեն քաղմասինկից գործելու է մինի պոնչիկանոց։ Konnichiwa, Ohio gozaimasu, dozo yoroshiku։ Վագարամասան, ուզում ենք ասել, որ մեր փոքրիկ Կարլը գնացել է եւ սեփական ձեռքերով ռեպորտաժ է արել ճապոնական ֆիլմերի փառատոնում։ Ապրես Կարլ, Կարլ ապրես։ Օրերս Arm-Comedy-ն հյուրընկալվել էր մի հրաշալի միջոցառման, իսկ ավելի կոնկրետ ճապոնական ֆիլմերի փառատոնին։ Փառատոնի հետ կապված զրուցեցի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ։ Ինչպես ծագեց միտքը կազմակերպել այսպիսի փառատոն։ How did you decide to organize such festival? Ուրեմն ասեմ, որ գաղափարը ծագել է համատեղ Ճապոնիայի հիմնադրամի հետ միասին եւ մենք տոնում ենք այս տարի Ճապոնիայի դեսպանության բացման 1 տարին եւ նվիրված է այս կինոփառատոնը Ճապոնիայի դեսպանության բացման 1 տարվանը։ Իսկ տորթ լինելու է։ Will there be any cake in the end? Ֆուրշետի սեղան։ Ոչ այսօր։ Հասկանալով, որ ֆուրշետի հետ կապված պլանները ծախողվեցին, հարձակվեցի փառատոնի մասնակիցների վրա։ Konnichiwa։ Hello։ Հայեք։ Չէ, ճապոնացի։ Ճապոնացի։ Իսկ այսօր ինչ ֆիլմ է լինելու։ Տոկիոյի, չգիտեմ, Եվրոպա։ Չգիտեմ, կներեք, ես հրավիրատոմս ունեմ դրա համար։ Իսկ ճապոներեն հասկանում եք դուք։ Իհարկե, ճապոնացի։ Իսկ չեք ասի ինչով է ճապոնականը տարբերվում չինականից, ես չգիտեմ տարբերությունը։ Տարբերությունը կարծում եմ ճապոնական ֆիլմերը ավելի ես հիմնականում մելոդրամաներ եմ նայում ու չինական չեմ նայում ճիշտ ասած։ Իսկ ինչով է տարբերվում ճապոնականը, ասենք չինականից։ Չեմ կարող ասել, կան նաև կան ասենք ճապոնականը ինչով է տարբերվում, ասենք չինականից կամ կորեականից։ Ես մասնագետ չեմ, որպեսզի կարողանամ զատել դա, մի ռեգիոն է, բայց ճապոնականը միշտ շատ ավելի հետաքրքիր է։ Ճապոնիայում եղել եմ, ոգևորվել եմ նրանցով, նրանց արվեստով, նրանց խորաթափանցությամբ, նրանց մեկնաբանությամբ։ Բարև։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ։ Ներողություն եմ խնդրում, սա Կարլի առաջին ռեպորտաժն է, մի քիչ ավելի դուխով էլի, դուք մի քիչ ավելի ոնց որ հանգիստ առանց կաշկանդվելու։ Ճապոնական ֆիլմերի փառատոնին եք եկել։ Այո։ Հաստատ ճապոնական է։ Հաստատ։ Չինական չի, կորեական։ Չէ, ոնց որ ավելի հանգիստ էլի, sense պետք է ավելի sense այ ինչի ընտրեցիք չինական ֆիլմերի փառատոնը։ Այ դնես ոնց է փոխվում ռեակցիան։ Այդ սա պետք է ստանաս, պետք է ստանաս։ Գիտեք այսօր Ջեկի Չանը կամ Բրյուս Լին չեն խաղալու, տեղյակ եք այդ մասին։ Այո, ֆիլմին մոտավորապես թրեյլերին ծանոթ եմ, այնտեղ չկային։ Ձեզ մի հատ խնդրանք ունեմ։ Ես ճապոնացի եմ։ Այս միակ տեղն է, որ ես կարամ մանգամ իմ հարազատներին, կորցրել եմ քրոջս ու եղբորս։ Կարողա տեսած լինեք։ Չի տղա ջան, չեմ տեսել։ Իսկ դուք կարողա տեսել եք։ Չեմ տեսել, չեմ։ Կնեք դուք ճապոնական փառատոնից եք ֆիլմերի, հա։ Okay, հիմա ինչ որ բան կատարվելու է, հա։ Բայց ես հասկանում եմ, եթե դուք իրավունք չունեք պատասխանելու հարցերին, ուղղակի թարթեք աչքերով, եթե ինչ որ բան է կատարվում ստեղ։ Okay, կամ տարօրինակ ձայն հանեք։ Okay։ Մենք պարասենք ինչ որ բան է կատարում, բայց գաղտնիքա դա այսքան է։ Հատուկ Arm-Comedy համար Կարլ ու Սերգեյ։ Դե ինչ այսքանն էր այսօր Arm-Comedy-ն։ Այսքանն էր։ Իսկ վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Արմոսիսան կանենք մարդու իրավունքների պաշտպան եթե լինել։ Ո՞զ ուզեմ տես կանեմ։
իսկ չկա արի տուն ծրագիր, որը կոչ կանի Բաքում խաղացող երեխաներին ժամանակին տուն գնալ ուղակի, գալ տուն։ Կարա լինի, չէ՞։ Ինձ թվում է հենց նոր մի հատ նոր նախարարության մի տվեցի, որովհետև էդի ձյաները սենց են գալիս։ Տենց են, չէ՞ ծնվում, հա։ Out of sight, you know where that shark bites.